Նախ ուզում եմ մի խնդրի մասին բարձրաձայնել, հետո եթե ժամանակս կհերիքի նաև որոշակի իմ մտքերով կիսվել, ուրեմն կոնյակ արտադրող կազմակերպությունները դիմել են ինձ Վրաստանում, գիտեք, որ տարանցիկ բեռ համարելով, քանի որ կոնյակը արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստանում բեռները կանգնեցվել են եւ նմուշարման պատրվակով արդեն շաբաթներ շարունակ ուրեմն այդ կազմակերպությունները մեծ վնասներ կրելով, չնայած դրա իրավունքն էլ չունի վրացական կողմ, բայց չգիտեմ ինչի կանգնացրել է եւ խոչընդոտում է մարդկանց աշխատանքը, այս թեմայով նաեւ սրա հետ կապված նաեւ ձեր ուշադրությանն եմ հրավիրում այս տվյալ հարցը եւ եթե ունեք պատասխանեք, եթե չէ հետամուտ լինեք այս հարցին, ինչ վերաբերվում է նաեւ իմ հարցադրմանը, որ ես փորձեցի այն ժամանակահատվածը, որ ինձ ընձեռնված էր ասել, փորձեմ էլի ժամանակս քիչ է, բայց հետեւյալ սխեման նկարագրեմ, ինչ է տեղի ունենում տնտեսվարողը, ուրեմն արտադրողը, երբ որ սուպերմարկետին արդեն այդ ապրանքը տանում է սուպերմարկետին, սուպերմարկետը մի հատ գովազդի գումար է ուզում, մի հատ դարակաշարի գումար է ուզում, մի հատ էլի այլ գումարներ է ուզում, եւ դրանով պայմանավորված արդեն իսկ անհավասար պայմաններ է ստեղծվում բակային եւ փոքր ու միջին խանութների հետ կապված։ Ինքը կարողանում է այդ ապրանքի գինը էժան դնի, քանի որ ունի լրացուցիչ եկամուտներ տարբեր տեղերից եկող եւ այդ խանութը արդեն չի կարողանում փոքր ու միջին բակային խանութը չի կարողանում մրցակցել սուպերմարկետի հետ։ Սուպերմարկետներն էլ այնքան են ուրեմն հղպացել, որ ասում են, այս ապրանքը ընդունում եմ, այն ապրանքը չեմ ընդունում, մի հատ է տնտեսվարողի վրա են մուննատ գալիս։ Այսինքն, այդ գործիքակազմը ոչ օրինական ճանապարհով օգտագործում են, մի հատ է քեշբեքներ են ստանում։ Դրանից ոչ պետության բյուջեն է լցվում, քանի որ այլ հարաբերություններ ա այդտեղ գործում։ Ամսվա վերջին գալիս են կոնկրետ գումար կա դրած եւ տնտեսվարողների հետ, եթե պետք է, նաեւ այդ քննարկում պետք է կազմակերպենք, եթե ուզում ենք, որ տնտեսությունը զարգանա եւ հավասար մրցակցություն